Ուզում էի Պետրոս Առաքյալի թղթից առաջին թուղթ Պետրոսի 2 գլխի 5-րդ համարը ընթերցել, դուք էլ կենդանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարակներ մատուցեք Աստծուն ընդունելի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Երևի թե մեր ամբողջ կյանքի ընթացքում այս խոսքը իրական է, չկա այդպիսի մի օր, որ այս խոսքը դրան չվերաբերվի, մենք էլ կենդանի քարերի պես ամեն անգամ շինվում ենք, կերտվում ենք, իրար կողք դրվում ենք, հարմարվում ենք, շենքը կառուցվում է, եւ դեռ շենքը վերջացած չէ, այդ տաճարը դեռ կառուցվում է, դեռ շինվում է, մենք շատ բաներ սովորում ենք, սովորելու շատ բաներ ունենք, շատ բաներ հասկացել ենք, դեռ ավելին հասկանալու տեղ ունենք, բավական փոխվել ենք, բավականին էլ փոխվելու տեղեր ունենք։ Շինվում ենք որպես հոգևոր տաճար, որպես Աստծո ծառաներ, սուրբ քահանայություն, որպեսի այնպիսի պատարակներ մատուցենք Աստծուն, որոնք իրեն ընդունելի են։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Երբ այս մասին ուզում եմ մի փոքր մտածել, հասկանալ, վերլուծել, լավագույն մի օրինակ է իմ առջև ներկայանում, որը գրված է Եբրայեցիների թղթի 11-րդ գլխի 7-րդ համարում, կարծում եմ, որպես հայ մարդիկ այս երևույթը մեզ շատ հոգեհարազատ է, սրանով երբեմն պարծենում ենք, որ մենք հայ ենք։ Եբրայեցիների 11:7 հավատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերևացած բաների համար եւ երկյուղած լինելով շինեց տապանը իր տան փրկության համար, որով աշխարհը դատապարտեց եւ ժառանգ եղավ հավատքով լինող արդարությանը։ Հավատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերևացած բաների համար երկյուղած լինելով շինեց տապանը իր տան փրկության համար։ Հավատանք, որ բարեկամներ, Աստված ամեն մեկիս իզուր չի գտել։ Ճիշտ է, նա ուզեց, որ մենք փրկվենք։ Նա ուզեց, որ հենց անձամբ մենք փրկվենք։ Նա եւ բոլորի միջից եկավ ու գտավ հատկապես քեզ։ Եվ երբ որ քեզ գտավ, նա քո մոտով անտարբեր չանցավ։ Նա ուզեց, որ դու իրեն լինես, եւ նրա կամքը իրականացավ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, ամեն։ Բայց նա որ քեզ փրկեց, ընդհանրապես քեզ համար չփրկեց։ Նա քեզ փրկեց, որ քեզանով հասնի ուրիշներին։ Ինչպես Աբրահամին ասում էր, ես քեզ որդի կտամ, սերունդ կտամ, որ այդ սերնդով հասնես աշխարհի բոլոր ազգերին։ Այստեղ Նոյի տրամաբանության այս խոսքի մեջ ասում է Նոյը շինեց տապանը իր տան փրկության համար։ Աստված օրհնի քեզ, որ դու այստեղ ես։ Ուրեմն Աստված նպատակ ունի, որ քեզ դարձնի այն մեկը, որով կկարողանա հասնել քո ընտանիքի բոլոր անդամներին։ Եվ դա Աստված, որ մի օր մեզնից յուրաքանչյուրը, որ այստեղ է, կարողանա կանգնել ասել. ես եւ իմ ամբողջ տունը Տիրոջը պիտի պաշտենք։ Եվ մեզանից մեկը բացակա չլինի։ Մենք եւ մեր բոլոր յուրայինները իսկապես ամենաերջանիկ պահն է, երբ տունը ամբողջովին պատկանում է Տիրոջը եւ տանտերը գիտի ում է վստահել տան ղեկը։ Օրհնյալ լինի այդպիսի տունը։ Իսկապես ինչպես մեր քույրը ասեց, Տերը շինում է տունը, Տերը տուն շինող Տեր է, եւ երբ ինքը տուն շինում է, իզուր չեն աշխատում շինողները։ Ամեն։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Մի պահ ուզում եմ հավատանք, որ մենք շինում ենք եւ շինվում ենք։ Որքան որ շինվում ենք, այնքան շինություն ենք փոխանցում։ Որքան որ հասկանում ենք, փոխվում ենք, այնքան ուրիշները նկատում են եւ օրինակ ենք դառնում։ Ինչ որ Աստված մեր կյանքում անում է մեզ փոխելով, բայց ուրիշներին օրինակ ներկայացնելով։ Եվ այն ինչ որ մեր կյանքում անում է, դա ինչ որ չափով վարակիչ բնույթ է ունենում, ուրիշների վրա էլ է անդրադառնում։ Փառք Տիրոջը, որ Աստված մեզանով կարողանում է օրհնել մյուսներին։ Ճիշտ է, ոմանք մեր մասին լավ կարծիք չունեն, ինչպես ժամանակին Անանյան լավ կարծիք չուներ Տարսոնացի Սավողի վերաբերյալ, հիշում եք, որ Տերը նրան տեսիլքի մեջ ցույց տվեց, Անանյան որ նայեց, Տերը ոնց որ հարցրեց, ճանաչում ես սրան էսով, ասեց, այդ մարդ չի։ Այդ շատ վատ մեկն է։
այդ մեր ազգի փորձանքն է, դրան հանդիպողը գիտես ինչ տառապանքների է հանդիպել, գիտես քանի ընտանիքներ են որփացել, քանիսն են մեռել, քանիսն են դրա զրկանքներից կորցրել ամեն բան։ Ասեց, բայց դու գիտես ինքը ով է, վատ մարդն է, Տերը պատասխանեց, ինքը իմ ընտիրանոթն է, ոչ դու գիտես, որ ինքը իմ ընտիրանոթն է, ոչ էլ ինքը գիտի, որ ինքը իմ ընտիրանոթն է, հələ ինքը չգիտի, թե իմ համար ինչքան պիտի չարչարվի, ինչքան պիտի իմ անվան համար ծառայի, օրհնյալ լինի Տիրոջ կամք, ասա ամեն, դու Տիրոջ ծառան ես, դու Տիրոջ ծառան ես, բեր հավատանք այն խոսքերին, որ Եսայի մարգարեության մեջ ասվում է յուրաքանչյուր մեկին, որ ով ընդունել է Տիրոջը, ով Տիրոջը իր կյանքի տերն է ճանաչել, նրան այս խոսքերն է ասում, դու իմ ծառան ես, եւ ես քեզանով պիտի փառավորվեմ, ասա ամեն, դու իմ ծառան ես, ես քեզանով պիտի փառավորվեմ։ Ուրեմն եկեք մի պահ, երբ Աստծո երկայնամտությունը համբերում էր Նոյի օրերում, մի փոքր պատկերացնենք ինչ որ Նոյի հետ է կատարվել, ես խոսեմ Նոյից, բայց դու իմացիր, որ խոսում եմ քեզնից։ Ես տենց քեզ թիրախ չվերցնեմ, տենց նետերը չուղեմ դեպի քեզ, շատ հարգանքով վերաբերվեմ քեզ հետ։ Բայց իմացի ես խոսում եմ Նոյից, սակայն նկատի ունեմ քեզ, ոչինչ, դիմացիր, բայց ես Նոյից խոսեմ։ Նոյը վատ օրերում էր ապրում։ Այնպիսի օրեր էր, որի մասին Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված համբերում էր։ Չար օրեր էին, Աստված համբերում էր։ Շատ վատ օրեր էին, այդքան պիղծ, այդքան վատ մտադրություններով սերունդ դեռևս մարդկությունը չէր ունեցել, բայց այդ վատ սերնդի մեջ մարդ կար, որ նրանց մեջ էր, բայց նրանցից չէր, որ աշխարհում էր, բայց աշխարհից չէր, որ վատ միջավայրի մեջ էր, բայց այդ վատ միջավայրը իրեն այդպես չէր ազդել, չէր քաշել իր հորձանուտը, ինքը բոլորից ուրիշ էր, երևում էր, որ այս մարդը ուրիշ է։ Օրհնյալ լինի այդ մարդը, որ Տիրոջն է ապավինում եւ նրան վստահում, ամեն։ Եվ երկիրը անիրավությամբ էր լցված, Աստված համբերում էր, բայց ասաց Տերը այցելեց Նոյին եւ ասաց մի քանի բան կա, որ դու պիտի անես։ Առաջինը, դու քեզ համար տապան պիտի շինես։ Դու քո ընտանիքի փրկության համար տապան պիտի շինես։ Դու Աստծո երկյուղով պիտի շինես։ Քայլ առ քայլ առաջ գնալով պիտի շինես։ Հետո քայլ առ քայլ ես քեզ կասեմ ինչ պիտի անես։ Բայց հիմա դու իմացիր, դու տապան պիտի շինես, որովհետև ինչ որ բաներ են երկրի վրա տեղի ունենալու, որոնցից դու գաղափար չունես։ Կարծում եմ Սուրբ Գիրք կարդացողները համոզվել են, որ մինչև Նոյի անձրևը այդքան էլ իրական չէր։ Առավել եւս ջրհեղեղ մտածելը ընդհանրապես խելքի մոտ չէր։ Եվ Աստված ինչ որ մի բան էր ասում, որ Նոյի խելքին պիտի չհասներ։ Աստված ասում էր, փորձություն կա առջևում, բայց ես ուզում եմ, որ դու այդ փորձությունից ազատ լինես, որպեսզի այդ փորձանքից դու փրկվես, որպեսզի այդ փորձանքից քո տունը փրկվի, դու պիտի տապան շինես։ Երբ ես ասում եմ տապան նկատի ունեմ եկեղեցի։ Տապան նկատի ունեմ հոգևոր տաճար, տապան նկատի ունեմ Աստծո մարդ։ Ասում էր պիտի շինես, եւ Նոյը գիտեր ինքը ինչ պիտի անի։ Ինքը չգիտեր ինչ է լինելու, ինքը չգիտեր երբ է լինելու, ինքը չգիտեր ինչպես է լինելու, բայց ինքը գիտեր ինքը ինչ պիտի աներ։ Լիքը բաներ կար, որ Նոյի մոտենայինք հարցնեինք, ասեմ չգիտեմ, բայց հաստատ մի բան գիտեմ, Աստված ինձնից սպասում ունի եւ ես պիտի շինեմ։ Ես պիտի շինեմ, ինչ պիտի շինեմ, այդ հոգևոր տաճարը, տապանը։ Պիտի շինեմ։ Ասեր, ինչքան ժամանակ պիտի շինես։ Պատասխան չկա։ Ոնց պիտի շինես։ Գոնե վերջը տեսնում ես, պատասխան չկա, ասում էր ես ամեն օր իմ անելիքը կանեմ այնքան, մինչև կշինվի։ Եթե հարցնեին ասեին, բա քեզ ինչքան ժամանակ է պետք լինելու, որ դու այդ տապանը շինես, ինքը պիտի ասեր, ինչքան ժամանակ պահանջվի։ Ինչքան պահանջվի, այդքան էլ կշինեմ։ Բա ոնց է շինելու, որքանով հնարավոր լինի։
քեզ այս ժամանակը որ ունես, գիտես ինչի համար է, ասեր իմ ժամանակը ինձ տրված է տապանը շինելու համար։ Ատասա ամեն։ Գիտես երեքի մեռան ոմանք, բայց դու ապրում ես։ Գիտես քո հասակակիցներից ոմանք ինչու չկան, բայց դու կաս։ Գիտես քեզ ինչի համար է Աստված ժամանակ տվել։ Պատասխանը մեկն է՝ տապանի գործի համար, տապանաշինության համար։ Ինքը գիտեր, որ երբ որ տապանը շիներ վերջացներ, վերջը այդ ժամանակ էր գալու, բայց քանի տապանի գործը չի վերջացել, վերջը չի գալու։ Աստված ժամանակը տվել է եւ տվել է, որ գործը հասցնի ավարտին։ Գիտեր, որ այդ գործի համար ինքը ամբողջովին պիտի ներդրվեր։ Ինչ ուներ, չուներ պիտի դներ։ Խելք, կարողություն, ժամանակ, հնարավորություն, ծանոթություն, ձեռք բերած գիտելիքներ, ինչ որ ուներ, պիտի ամբողջովին ներդներ տապանի շինության համար։ Որևէ կերպ խնայելը իմաստ չուներ։ Ինչը խնայեր, բայց հանուն ինչի խնայեր։ Խնայեր, որ հետո ինչ լիներ։ Ինքը գիտեր, որ այն, որ այդքան սովորել է, այդ պետք է տապանը շինելու համար։ Ատասա ամեն։ Այն, որ այնքան կուտակել է, այդքանը պետք է տապանը շինելու համար։ Որ Աստված իրան այդքան հաջողություններ է տվելու հասցրել այսօրվան, այդ հաջողությունները պետք են տապանը շինելու համար։ Որ այնքան համբավ հեղինակություն, ծանոթություն է տվել, այդ բոլորը պետք են այսօրվա համար, որ տապանը շինվի։ Գիտեր, որ Աստված իրան խելք տա։ Ասենք, պատկերացնում եք, նոյն ասեր, չէ, բեր փողը լրիվ չտնեմ։ Այս փողը որ ունեմ, կամ այս ոսկին որ ունեմ, այս արծաթը որ ունեմ, այս հնարավորությունները որ ունեմ, բեր մարդ մի քիչ խելոքը լինեն, պահի, ասենք թե նեղ օրվա համար։ Կարողանում եք պատկերացնել, հետո այդ փողը ինչ պիտի աներ։ Հա? Դատարկ բան պիտի լիներ, ում պիտի տա։ Պիտի տա, որ ինչ անի։ Ասենք պատկերացրեք, տապանի մեջ մի հատ սեյֆ է սարքել, փողերը սիրուն շարել անդե, շարելը որ ինչ անի։ Այդ փողը պետք էր տապանը շինելու համար, հետո այդ փողը դառնալու էր անիմաստ։ Այդ հնարավորությունը, խելքը, ինչ որ իրան տրված էր, որ ինքը օգտագործի տապանը շինելու համար։ Աստված օրհնի քո տապանը, ամեն։ Ինքը գիտեր, որ ամեն ինչ իրանից սպասվում է։ Գիտեր, որ ուրիշները առավոտը որ քնի զարթնեին, մեկը կասեր, այսօր գնում եմ հարսանիքի։ Այն մեկը կասեր, այսօր գնում եմ ենթադրենք խաղատուն։ Այն մեկը կասեր, այսօր գնում եմ առևտրի։ Այն մեկը կասեր, այսօր գնում եմ մի քիչ դեսից դենից խոսելու։ Նոյ գիտեր, որ լույսը բացվեց, իր տնից իր ոտքերը պիտի ուղղվեն այնտեղ, որտեղ շինվում է տապանը։ Իր գործը հարսանիքը չէր, իր գործը քեֆերը չէին, իր գործը դեսից դենից զրույցները չէին, իր գործը քաղաքականությունը չէր, իր գործը իրան վստահված էր տապանը շինելը։ Ինքը առավոտից իրիկուն տապանի գործով պիտի զբաղված լիներ, ժամանակը իրան դրա համար էր տրված։ Հատել ասա ամեն։ Ուրիշներն այլ բանով էին շինված, գին էին առնում, արծախում էին, ուտում էին, խմում էին, ուրիշներն ուզում էին, ուր գնում էին, բայց ինքը տապանի մոտ էր։ Գիտեք ինչու, որովհետև տապանը գիտեր իր ապագան է։ Այս տապանն է, դեռ նոր ինչ որ բան սարքում են, բայց սա մեր ապագան է, սա մեր գալիքն է, տապանը մեր տունն է, ամեն, մեր տունն է,
Հասկանում էր, որ ժամանակ կգա բոլորը կհասկանան, ոչ փողը կփրկի, ոչ ոսկին ու արծաթը կփրկեն, ոչ ծանոթները կփրկեն, ոչ այլ հնարավորությունները խելքն ու գիտությունը կփրկի, մի բան կա, որ եթե փրկություն կա, տապանը պիտի փրկի, տապանից դուրս փրկություն չկա, եթե փրկություն կա, տապանով պիտի լինի, և կամաց հասկանում էր, ես ինչ նայում ես, տեսնում ես, աշկի տերևում են, բոլորը ժամանակավոր են, ուրիշները չգիտեն այդ մասին, բայց Աստված իրան ասել էր, դրանք, որ տեսնում ես, դրանք բոլորը ժամանակավոր են, մնայունը, եղբայրներ քույրեր, մնայունը տապանն է, և կարևոր մի բան էլ էր հասկանում, եթե ինքն ուզում է, որ ինչ-որ բան լինի մնայուն, և չկորչի մյուսների հետ, դա պետք է բերել տապանի մեջ, ինչ որ բերի տապանի մեջ այդ կորած չի, բայց ինչ որ տապանի մեջ չի բերվել, ժամանակը ցույց կտա, որ դա կորած բան է, հասկանում էր, ոչ ուտել խմելը կփրկի, հասկանում էր, ոչ թագավորի պալատը կփրկի, հասկանում էր, ոչ ամբարիշտների տներն ու ապարանքները կփրկեն, և գիտեր, որ քանի դեռ ինքը ապրում է, ինչ որ ունի, ինչքան որ կա, այդ ամենը Աստված իրեն տվել է տապանի համար, հավատացող ժողովուրդն ասած, ամեն, այսօր այս հիանալի երգչախումբը, որ կանգնած էր, իրանք հասկացել էին, Աստված իրանց ձայն և երգելու ընդունակություն ինչու է տվել, տապանի համար, օրհնյալ լինի Տիրոջ անունը, երբ մարդը տապանը շինում էր, հասկանում էր, որ հենց տապանի գործը վերջացավ, մենք ստեղ անելիք չունենք, բայց քանի դեռ տապանի գործն է գնում առաջ, մեր գործը, եղբայրներ քույրեր, շինելն է և շինվելը, այո, ուրեմն հասկանում էր, որ մնայունը տապանն է և մնացած բոլոր բաները կորստական են, ժամանակավոր են, ժամանակը դա կապացուցի և մենք էլ կտեսնենք, որ եթե մարդ կա, ով հավատում է, միակ ապացույցը այն կլինի, որ եթե մեկը հավատում է, կգա կմտնի տապանի մեջ, ով որ դրսում կանգնի և ասի նոյ ջան դու ինչ որ ասում ես, ախպերս լավ մարդ ես, ասածները շատ լավ են, ես հավատում եմ քո ասածներին, այդ սուտ էր, եթե իսկապես մարդը հավատում էր, կգար կմիանար տապանի գործին և կգար կմտներ տապանի մեջ, ալելույա, և զարմանալին այն էր, որ որևէ մեկը թաքուն, ուրիշների աչքից թաքուն, տապանի գործին մասնակից լինել չէր կարող, ոչ էլ թաքուն կարող էր տապան մտնել, եթե մտնել կար, բոլորն էլ տեսնելու էին, բոլորն էլ իմանում են, և Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ տապանի գործին մասնակից էին 8 հոգի, ինչ որ բան եմ ուզում ասել, հարազատս, այն 8, որ իրար հետ աշխատում էին, իրանք սկսել էին հասկանալ, որ իրենք մի նպատակ ունեն, իրանք նպատակի մարդիկ են, իրանք սկսել էին հասկանալ, որ իրանք մի գործիով են կապված իրար, իրանց բոլորին իրար կապողը, ամեն օրը տեղ բերողը, նույն մտածմունքով առաջնորդողը, նույն գործողությանը մղողը տապանն էր, ես օրինակ նկատել եմ եկեղեցում ովքեր են իրար հետ մոտիկ, ասենք օրհնյալ լինեն բոլորդ, օրհնյալ լինեք բոլորդ, ամեն մեկդ առանձին, Տերը օրհնի ամեն մեկի ձեր կյանքը, բայց բերեք անկեղծ ասենք, եթե Հիսուս մի քիչ մտերիմներ ուներ, այն աշակերտը, որին շատ սիրում էր, մի քիչ կա էլի տարբերություն, 12-ը կար, 12-ից 70-ը կար, եթե 12-ը կար, 3-ին իր հետ վերցրեց տարավ, մի քիչ կա էլի տարբերություն, վերջը դուք էլ ոմանց հետ ավելի մոտիկ եք, քան մյուսների հետ, ինչի,
Այն որ մոտիկ եք մեջը փող կա, ոնց որ թե չէ։ Շահ կա, ոնց որ թե խնամիական, բարեկամական, Իսահակյանին հիշեցի, բարեկամներից հեռու ծար դու ինձ։ Վերջը, բայց ինչն է, որ մենք իրար հետ միակ պատճառը, որ կասենք ծառայությունը։ Համաձայն եք թե չէ։ Ում հետ եկեղեցում ծառայության հետ կապված ես, ասենք երգչախմբի անդամներն իրար հետ ավելի մոտ են, քան մյուսների հետ։ Ինչու՞։ Որտեվ շաբաթ մի քանի անգամ պիտի հավաքվեն, պարապեն, տեսնեն, խոսեն, ինչ-որ բան պատրաստեն։ Ըմբռնում եք ինչ եմ ուզում ասել։ Ծառայությունն իրենց ավելի մոտեցնում է։ Օրհնյալ լինի այդ ծառայությունը, որ Տերը վստահել է ամեն մեկին։ Դու իմ ծառան ես։ Հալելույա։ Ես մի առիթով մտածում էի, որ Աստված Մովսեսին ընտրում է։ Մովսեսն ով էր, որ Եգիպտոսի այդ փառքը հարստությունը այդ վերջապես չէ, ասենք մենք որ ապաշխարել ենք, մեզնից ոմանք մեկը հիվանդությունից, մեկը ճգնաժամից, չէ, մեկը մահվան շեմին հասնելուց, մեկը աղքատությունից, մեկը պարտքերի տակ մեռնելուց, վերջապես ամենադժվար պահերից Տերը գտել բերել է, բայց Մովսեսին խնդրեմը չբերեց։ Մովսեսն ուներ այն ինչ որ հիմի մարդիկ կերազեն, որ Աստծով ունենան։ Բայց Մովսեսը որ եկավ, նա որ կարող էր դառնալ երկրի այդ մեծ պետություններից մեկի իրավահաջորդը, գահակալը, ժառանգորդը, Տերը նրա մասին գիտեք ինչ է ասում։ Ասում Մովսեսը իմ ի՞նչն է։ Ինձ դուր է գալիս մեր հայկական մտածելակերպը, հայերենում գրած է ծառա։ Ինձ դուր է գալիս։ Բայց այն ժամանակվա ծառան ստրուկն էր։ Եթե ուշադրություն եք դարձել ռուսերենի մեջ ռաբ մոյ մայսի։ Մեկը որ պիտի դառնար երկրի գլխավորը, որոշում է դա թողնել, որ գա ստեղ իրան ինչ անուն տան, իմ ստրուկը։ Ասեն Մովսես ջան, այդ որ թողիր գնացիր, աղբեր ինչ դարձար։ Հասկացա քիչ եք ասում, հա։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Դու Տիրոջ ծառան ես, նուրբ ասեցի։ Գիտեք ծառան որն է ստրուկի տարբերությունը, որ ծառան որ ուզում է ծառայել, ծառայում է։ Ստրուկը ուզել չունի։ Ստրուկը պիտի անի են ինչ որ իրեն ասել, ստրուկը կամք չունի, իր կամքը իր տերն է։ Ալելույա։ Մենք Տիրոջ ծառաներն ենք ամեն, բայց երանի դառնանք այն լավ ծառաները։ Ուրեմն ովքեր որ տապանի գործում էին, ովքեր որ տապանի շինության մեջ էին, ովքեր որ ամբողջովին իրենց ջանքով ներդրվում էին, ամեն մեկը իր չափով, իր ձևով, իր տեղից, իր կողմից, հասկանում էին, որ ստեղ բոլորը տապանի գործում ծառաներ են։ Մի ուրիշ ձև ասեմ, ստեղ տուրիստ չկա։ Հատել ասա ամեն։ Հայել տենց նայող ասի, շատ լավ ես աշխատում, ապրես, շատ լավ, կոմոդ շատ լավ է ստացում, այդ չկա, անող ես, դու էլ ես անող, են իր չափով, նա իր չափով, են մյուսը իր չափով, դու էլ քո չափով։ Ես այդ հիշում եմ եղբայրներից մեկը, որ շինարար էր, պատշար էր, ասում էր, քար որ բերում են պատի վրա դնեն, որ այդ տաճարը շինվի, էլի տունը շինվի։ Ասում էր, պետք է այս քարը, այն մյուս քարի հետ խոսցնեն, էլի։ Երբեմն որ դնում են ինչքան է լավ տաշած են ելնում, որ բերում դնում են իրար կողք, քարը քարի հետ չի խոսում։ Եվ վարպետը ստիպված ալնում երկու քարի արանքը մի հատ սղոց իջեցնի։ Մի քիչ սրանից տաշի, մի քիչ որ խոսցնի իրար հետ։ Օրհնյալ լինի մեր վարպետը։ Օրհնյալ լինի, գիտի ումից մի քիչ պետք է ինչը կոկել, տաշել, հղկել, հարմարեցնել, ինձ շատ դուր է եկել Եփեսացիների թղթում գրված այդ խոսքը, ասում է իրար հարմարված աճենք հոգևոր աճումով։ Այդ հարմարված բառը դուրս եկավ։ Իրար հարմարված։ Մի քիչ դու, մի քիչ ես, դզվենք։ Եվ երբ որ դնում է այդ քարը, զարմանալի է, դնում է մեկի կողքին, դնում է մեկի վրա, հետո մեկին էլ դնելու է իրա վրա։ Օրհնյալ լինի դնողը, ինք գիտի որ քարը,
որտեղ դնի եւ ինչի համար։ Եվ մենք իրար կպած շինվում ենք որպես հոգևոր տաճար։ Թույլ տվեք ասել, մեր մեջ օտար չկա։ Մատել ասեմ, մեր մեջ օտար մեկը չկա։ Մենք այստեղ յուրայիններ ենք։ Այստեղ օտարի համար, տուրիստի համար տապանում տեղ չկա։ Այստեղ տապանի մեջ պետք է ընդունենք, որ բոլորը մի ընտանիք են, իրար հարազատ են։ Եվ այստեղ բոլորը հավաքված են մի ընտանիք Նոյի գլխավորությամբ։ Գիտեն, որ այստեղ բոլորն էլ իրար հարազատներ են, բոլորն էլ մի տուն են, բայց իրանց մեջ մեծ մեկը կա։ Ասի ամեն։ Իրանց մեջ, իրանցից մեծ մեկը կա։ Տունն էլ է այդպես։ Հիսուսը, որ Հիսուս է, ասաց իմ հայրը ինձանից մեծ է։ Կյանքում էլ ատենց քո հայրը ինչքան էլ մեծանաս, քեզանից մեծ է։ Ինչքան էլ մեծանաս, հայրդ քեզանից մեծ է։ Աստված օրհնի քո մեծությունը, գլուխ խոնարհեմ քո մեծության առաջ։ Գուցե այն հայկական երգն էլ ասենք չկա քեզի նման։ Բայց մի հատ հարց տանք, էլի, քեզնից մեծ մեկը կա։ Ձեր տանը հարց առաջի։ Դու ես ասողը, թե ասող կա։ Եթե անգամ դու ես ասողը, քեզ ասող կա։ Նկատեցիք, որ քար գալիս է։ Աստված օրհնի քեզ իմաստություն ու գիտություն տա, հանճար տա, շնորհք տա, ավելիով առատանաս, բայց հարց կա, էլի, դու որ ուրիշներին կարող ես խրատել, ասել, լավ, կա մեկը, որին դու հաշվետու ես։ Ասում եմ, այդ գրքերից մեկում եմ կարդացել, ասում եմ, Մոլլա Նասրեդդինին եկան հարցին, ասին, Մոլլա, ոնց որ շատ ես խոսում 10-րդի մասին, բայց դու չես տալիս, ինչի։ Ասեց, իմը վերցնելն է։ Տենց, թե դու ես հաշվետու։ Բարեկամներ։ Ուրեմն, գիտեք ինչու էր Նոյը մեծը, մի պատասխան կա, Գործառաքելոցում էլ է այդ գրված։ Ասում եմ, եւ Պողոսին կոչում էին անունները գրած Դիոս Հերմես, հետո պատասխանում է, որովհետև նա էր խոսքի առաջնորդը։ Գիտեք մեծը ով է, ով պատգամ է ստացել։ Եդեմում ով մեղք գործեց, Եվան։ Ով սաղ այդ ինչ որ կար սարքեց, Եվան։ Աստված, որ եկավ այցելեց, ում անունը տվեց, ինչի մեծը ինքն էր, գլխավորը ինքն էր։ Աստված կարգը հարգել գիտի։ Աստված մեծի հետ խոսել գիտի։ Աստված մեծին ասելիք ունի։ Ասելիք ունի, որ նրանով էլ հասնի մյուսներին։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Հասկանում էին, որ պատգամը ստացել են, պետք է հավաքվեն տապանի մեջ եւ տապանի մեջ 7 օր պետք է սպասեն։ Հետաքրքիր էր, որ ասում էր դու գնա տապանի մեջ ուտելիք կհավաքես։ Դու հիմա ես հասկանում ես ինչ եմ ասում, բայց դու տապանի մեջ ուտելիք կհավաքես։ Ինքն էր ասում։ Տապանի մեջ ուտելիքի կարիք կա, տապանի մեջ պաշարի կարիք կա։ Չեմ անում ուտելու հարցում դու ոնց ես, օրինակ ես այդ արարածին այդքան էլ լավ չեմ տիրապետում, բայց տապանի մեջ, անկախ այն բանից դու դրան տենց ուրախությամբ ես, օրինակ ոմանց հայրմերը ես գիտեմ, որ սկսում է զհաց մեր հանապազորդ, դուր մեզ այսօր տողից, բայց կան ինչ-որ ինչպիսի պատկերացումներ էլ լինեն, Աստծո տանը պաշար լինելու հրաման կա, տապանի մեջ պաշար պիտի լինի, ասա ամեն, և գիտես չէ պաշարը ով պիտի հավաքի, Նոյը, Նոյ կհավաքես տապանի մեջ պաշար, ալելույա, այն որ Աստված քեզ հաջողություն է տալիս, գիտես չէ ինչի համարը,
Օրինակ երբեմն հիշում եմ, որ մի օր տիկնոջս տարեդարձներ, ծննդյան օրներ, քույրերից մեկը զանգել էր, ասել էր, լավ ժողովրդական լեզվով տենց բարեմաղթանք էր տվել, ասել էր, քուր ջան, աղբորս ձեռը քո գլխից անպակասը լինի, տրամաբանություն հասկացաք, քո ձեռն էլ աղբորս գրպանից, լավ էլ օրդել էր էլի, թույլ տուր հարցնել, Աստված օրհնի գրպանդ, հայել լավ օրհնի, եթե երկրագունդը կլոր է ստեղծել, թող քո գրպանն էլ կլոր լինի, մեր ժողովրդական առաստ էլ ասում, փողի քսակը բարձրացնում է մարդու հասակը, բայց լավ ասենք, որ ահագին եկավ էլի մոտդ, գոնե գիտես ինչի համար է քեզ տվել, այդ մտածելու բանը հավատա մտածելու բանը, օրինակ ես մեր կյանքը նմանեցրել եմ փոշտալյոնին, ճիշտ է մի քարտերով են ստան, բայց այն փոշտալյոնը ինձ ավելի հարազատ տարբերակ էր, իրան որ գնում է այդ հիմնարկը հավանում է իրան վստահելի մարդ, հավատարի մարդ, փողը տալիս են իրան, ասում են այսքան թոշակառու կա, կտանես ամեն մեկին իրեն հասանելիքը կտաս, այս փոստատարի մոտ փող կա, լիքը փող կա, բայց իրանը չի, իրա մոտ է, բայց իրանը չի, իրա մոտ է և որովհետև իր մոտ է իրեն սպասողներ կան, և ինքը պիտի գնա ամեն մեկին հասցնի, ինչ որ պետք է նրանց փոխանցել, Տեր օրհնի քեզ, սիրելի փոշտալյուն, գիտես Աստված քեզ ինչի է օրհնել, գիտես ինչի է քեզ հաջողություն տվել, կարող է հանկարծ կողքինիդ համար, մտածելու բաներ եմ ասում, Տերը օրհնի քեզ, Հոբը իրան նեղության ժամանակ, ես գիտեմ էլի, որ մի հատ այն նեղությունը ուղտի պես չոքում է մեկի դռանը, մեզնից յուրաքանչյուրը մտածում ասում է, եթե այս բանը առած լինի, ես չէր լինի, բայց այն տառապանքի ժամանակ Հոբը ասում է, եթե հացս մենակ եմ կերել, թող լիներ, այդ մարդը իր հացը մենակ չի կերել, քո մոտ ստացվում է, մտածի ինչ ասեցի, ուրեմն բոլորը տապանի մեջ պիտի սպասեին, պիտի 7 օր սպասեին, այդպես է ասում Սուրբ Գիրքը, ասում է 7 օր յուրաքանչյուր մարդ թող իրան հարց տա, տապանի մեջ է, թե տապանի մեջ չէ, եթե տապանի մեջ է, այս 7 օրը տրված է նրա համար, որ դու վստահ լինես, որ դու տապանի մեջ ես և հասկանաս, մենք տապանի մեջ ենք և մեր կյանքն այսուհետև տապանի մեջ է, հետո դուռը փակող կլինի, այդ դրանից հետո ով ինչ մտածեց արդեն անտեղի է, այս 7 օրը տրված է, որ մենք բոլորս հասկանանք, մեր կյանքը փոխվեց, մենք տապանի մեջ ենք, մենք այստեղ ենք ապրելու, այստեղ ենք ծնվել, այստեղ մեծացել, այս չոր խմել և հասկանում ենք, այստեղ պիտի ապրենք, այստեղ էլ մեր հոգին, մեկ բան կխնդրեի, որ Տիրոջ տանը բնակվեմ կյանքիս բոլոր օրերի մեջ, իրա տաճարի գեղեցկությունը զննելով տեսնեմ, հասկանամ, փառավորեմ, ամեն, իսկապես, ոմանք արդեն հասկանում էին, ասում էին, սրանք մեզնից տարբերվում են, հիշում եմ, մարդիկ կա չէ, որ քեզ ասում են, այ մարդ, այդքան որ գնում ես, թե ինչ կա է, ինչ կա, այդքան որ գնում ես է, ես հիշում եմ, որ մեր տանը հավաքույթ էր, տենց հարևանները ոմանց կանգնեցրել էին, ասել էին, այ մարդ, այդքան որ գնում եք հավաքվում եք, էլի, ինչ եք անում, դե ասել էին, գիրք ենք կարդում, երգ ենք երգում, աղոթք եք անում, ասել էին, բայց այդ ինչ գիրք է, որ չի պրծնում, տեսնում ես ոմանց տրամաբանությունը ուր է տանում, բայց դու որ եկել ես, դու գիտես, որ չէ, երբ որ այստեղ մենք հավաքվում ենք, այստեղ այն կա, ինչ որ մեր տանը չկա,
Երբ որ մենք այստեղ հավաքվում ենք եւ բոլորը օրհնում են, մի հատ ամփ կա, մի հատ ներկայություն կա, մի հատ մթնոլորտ կա, որ թեկուզ մենք մեր տան անում ենք, այդ մեր տանը չկա, այստեղ այն կա, ինչ որ երկնքից որոշված է այստեղի համար։ Եվ օրհնյալ լինի այստեղը Տիրոջ անունով։ Օրհնյալ լինեն բոլորը, որ այստեղ են, որովհետեւ իրանց գալով ինչ որ մի բան է ստացվում, որ իրանց բացակայության դեպքում չի ստացվում։ Ալելույա։ Ուրեմն հասկանում էին, որ այստեղ բոլորս տապանի մեջ լինողներս ամոթ չենք համարել դրսի ազդեցությամբ այստեղ գալը, բոլորն էլ տեսել են, որ մենք եկել ենք այստեղ եւ ինչ որ հայտնի է լույս է եւ ով որ ամոթ չհամարեց տապան մտնելը, նա էլ ամոթ չի համարի նրա անունը հնչեցնելը, որ սա տապանի մարդ է։ Եվ այստեղ բոլորը հասկանում էին, որ մենք մի ընտանիք ենք, մենք քույրեր, եղբայրներ ենք, որ մենք մեծ ունենք, որ մենք մեզ առաջնորդ ունենք եւ մեր առաջնորդը գիտենք նա է, ով Աստծուց պատգամ է ստացել։ Մենք հասկանում ենք, որ մենք հայր ունենք եւ մենք որդիներ ենք, եղբայրներ, քույրեր ենք եւ իրար պիտի այստեղ ինչ անենք։ Սիրենք։ Այնքան զարմանալի է, հավատքով մտել ենք տապան, ասա ամեն։ Հավատքով մտել ենք, սիրով պիտի ապրենք, հույսով սպասենք։ Օրհնյալ լինեն նրանք, որ հավատքով մտել են, սիրով ապրում են, հույսով սպասում են։ Այդ հույսն էլ կարդարացնի։ Նայում էին ամեն մեկը իրար ու մտածում էին, ինչ բախտ էր։ Ոնց մենք հավատացինք։ Ոնց ուրիշները չհավատացին։ Այդքան մարդ կար։ Այդքան ասվեց, մեզնից խելոքները կային, մեզնից լավերը կային, տաղանդավորներ կային, հարուստներ կային, աշխարհ տեսածներ կային, բայց ոնց մենք հավատացինք։ Այս շնորհք է։ Աստված մի բան արեց, որ մենք հավատանք։ Մեզնից հույս չկա, ես ավելի լավը չէի, քան նրանք, ես ավելի մեծ խելք ճանաչողություն, փորձառություն, կանխատեսում չունեի, ավելի երկայնամիտ չէի, քան մյուսները, բայց Աստված ողորմություն արավ, Աստված կամեցավ, որ ես հավատամ, եւ նա ինձ հավատացրեց, ալելույա։ Աստված հավատացրեց, այդպես վկայում է Պողոս, ասում է, նա ինձ իր ավետարանը հավատացրեց։ Աստված ներշնչեց։ Եվ հիմա ես հավատում եմ այնպիսի բաների, որ անգամ խելքս չի կտրում։ Ես հավատում եմ մեռելների հարությանը, որ մեկն հարցը ինձ ասեի, ինչա մտամ ապրելուց գլուխ անել եմ մեռելների հարություն բացատրեմ։ Որ ես հավատում եմ հավետենությանը, որ մեկը հարց ասեի, ինչա ով է հասկանում, բայց մենք հավատում ենք, որ մենք հավիտենական կյանք ունենք, ալելույա։ Որ գնանք երկինքի ինչ ենք անելու։ Ես ընդամենը մի հատ բան եմ հասկացել, մի հատ բան, որ երբ որ աղոթում ենք Տիրոջը, փառաբանում ենք, պաշտում ենք, այդ պաշտամունքի մեջ պատահում է, որ Տերը այցելում է։ Միշտ չի այդ, բայց լինում է։ Եվ երբ որ այցելում է այդ պահը, չգիտեմ ինչքան է այդ տևում, ասեն գուցե վայրկյաններ են տևում, գուցե րոպե է տևում, գուցե մի քանի րոպե է տևում, վստահ չեմ։ Բայց մենք այդ պահին զգում ենք երկնքի համը։ Զգում ենք հավիտենական ապրումների այդ համտեսումը։ Եվ ես հասկանում եմ, որ գնանք ընդեղ, այդ ինչ որ ստեղ համտեսում ենք չի վերջանալու։ Այդ վայելքը, մի ուրիշ ձև ասեմ, Աստծուն վայելելու ենք, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Բոլորս տապանի մեջ ենք, բոլորս հորնել ունենք, որդունել ունենք, ամեն մեկն էլ թանկ է եւ հասկանում ենք, այս ամեն մեկը գիտես ով է Աստծո աչքին։ Սրանցից ազգեր են դուրս գալու, ժողովուրդներ, սրանցից ամեն մեկը հազարների, միլիոնների սկիզբն է։ Ալելույա։ Այդ կողքին նստածի մասին ի՞նչ կարծիք ունես։ Աստված իշ կարծիք ունի, կարևորը դա է։ Ոչինչ տկարություններ ունեն, հետո տապանից հետո երևաց տկարություններ ունեն, թե չունեն, բայց Աստված իրանց ընտրել է, որ իրանցով սերունդ ստանա։ Ալելույա։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եվ բոլորը ստեղ հասկանում էին, որ իսկապես
տապանում ենք, թույլ տվեք ասել։ Ջրերը, որ բարձրացան, տապանը մի քիչ շարժվելու է, որ շարժվեց, մի քիչ անհարմարություններ կառաջանան։ Բայց պիտի տապանի մեջ համբերենք։ Մի քիչ պիտի այդ փորձություններին համբերենք, մի քիչ էլ պիտի իրար համբերենք։ Հա, ինչքան հեռու ես, այնքան լավ ես, ինչքան մոտ ես, այնքան բան ես տեսնում, որ փոխել չես կարող, մնում է մի բան, ինչը համբերելը։ Հալելույա, իրար պիտի համբերենք։ Մի Աստված ուզեց, որ դու լինես տապանում, եւ այն Աստված, որ ուզեց, որ դու լինես տապանում, նույն Աստված ուզեց, որ ինքն էլ լինի տապանում։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եվ ինչ, ուրեմն պետք է ասենք, որ տապանի մեջ իրար հետ ենք, միասին ենք, նեղության ընկերել ենք, արքայության ընկերել ենք, տապանում իրար հետ բաժանելու բան չունենք, բաց միայն տապանի գործը։ Ով ասա, որ տապանի մեջ գործ չկա։ Այնքան գործ կա։ Տապանի մեջ բոլորը ծառաներ են, հիշում եք, որ ասեցի, այնտեղ դիրեկտոր չկար։ Հանձնարարող, որ մյուսները անեն։ Բոլորն էլ նույն գործի մեջ էին, բոլորն էլ նույն անպիտակ էին, բոլորն էլ նույն խնդիրների մեջ էին, բոլորն էլ նույն տատանումները իրենց վրա զգում էին, բոլորն էլ նույն դժվարությունները կրում էին եւ հասկանում էին, սա ժամանակավոր է։ Էսա որ վերջացավ, Աստված ամեն մեկին կտա արժանին։ Հալելույա։ Հասկանում էին, որ Աստված դրսիններին դատեց, դրսիններին խնդիրները մեր գործը չեն, մեր գործը տապանի գործն է, տապանի ներսի գործն է, տապանում մենք, մեր տապանը մաքուր պահելու պարտավորություն ունենք, իրար ծառայելու, այնտեղ ահագին ես մինչև հիմա չեմ հասկացել Աստված ինչի ուզեց, որ այդ կենդանիները փրկվեն, բայց Աստված ուզեց, որ ընտանի կենդանիները փրկված լինեին, կարծում եմ կհասկանայինք ինչի Աստված ուզել, դրանք մեզ պետք են, բայց այնքան կենդանիներ կա, որոնց գոյության իմաստը մեզ հասանելի չի, բայց Աստված ուզեց եւ դրանց պետք է ծառայել, եւ ահա տապանի ներսում իրանք պիտի ծառայեն։ Ամեն մեկը տապանի ներսում մի հատ ճշմարտություն անգիր գիտեր, տապանի ներսում իր գործի մեջ ոչ ոք մենակ չէ, հատ ասա ամեն, ոչ ոք տապանի մեջ մենակ չի, եթե նեղություն է, քոպես մի քանիսն էլ կան, եթե ուրախություն է, քոպես մի քանիսն էլ կան, դժվարություններ բոլորն են ապրում, նեղություն բոլորն են քաշում, գործի մեջ բոլորն են, եւ շնորհակալություն Աստծուն, որ ոչ ոք այստեղ մենակ չէ, հալելույա։ Եթե զարմանալի բան կա, որ տապանի մեջ ենք, մենք մեր գործը գիտենք, մեր անելիքը գիտենք, բայց բան կա չգիտենք, օրինակ չգիտենք մեր տապանը ով է կառավարում, ռուլավիկ չկա, չկա, ես օրինակ յուրաքանչյուրիդ հարց տամ, դու որ սկսում ես աղոթել, գիտես ինչ ես ասելու, չէ, ոնց որ կասես, կստացվի էլի, ես բառին կհաջորդի, ես մյուս բառը, ես մի նախադասությանը, այդ ով գիտի սկզբից ինքը ինչ է ասելու, տապանն էլ է այդպես, հասկանում եք, եղբայրներ քույրեր, մենք չգիտենք, որ գալիս ենք ստեղ, օրհնյալ լինին երգչախումբը, ես դրանց գիտեմ, իրանց հետ բավական աշխատել եմ, իրանցից ոչ ոք չգիտի ինչ է լինելու, իրանք գիտեն ինչ կարող են իրենք անել, բայց իրենք նաև գիտեն, որ կարող է Տերը գալ այդ ցաղի վրա խաչ քաշել եւ անել են ինչ որ իրանք հետո կանեն, ինչի մեջ կհայտնվեն, ով գիտի, որ կանգնեց ստեղ, կուրախանա թե կլացի, հետո գիտի, բայց կարևորը մեկը կա, որը ներգործում է կամենալն էլ, անելն էլ իր հաճության համեմատ, հալելույա, փառք Աստծուն։ Ուրեմն
Եկեք ավարտին հասցնեմ եւ ասեմ, որ իսկապես մենք այն մարդիկ ենք, որոնց Աստված միաբանեց։ Այդպես Տերը կամեցավ։ Եվ այն, որ Աստված միաբանեց, շարունակիր, թող մարդը չպաշտպանի։ Մեզ Աստված միաբանեց, չգիտեմ խի, բայց այդպես ինքը կամեցավ։ Եվ եթե Աստված մեզ բերել է այս տապանի մեջ, հավատանք, որ տապանում իրար հետ ենք եւ իրարից չնեղվեք այս արտահայտությունից, բրծում չունենք։ Լավն է, վատն է, բոյով չի, գրագետը գրագետ չի, մանուկա թեցերը ինքն է կամեցել, որ լինեն, եւ ինքն է բերել տապանի մեջ, ինքն է ուզել, եւ մենք իրար բացառել չենք կարող։ Մենք Աստված ուզեց, որ իրար հետ լինենք, լավ կլինի, որ մենք էլ այդ փաստն ընդունենք, որ իրար հետ ենք եւ իրարից չխուսափենք։ Ամեն, ամեն։ Բոլորս էլ նույն տեղում ենք, նույն վիճակում ենք, նույն գործին ենք, բերեք անկեղծ հավատանք, որ բոլորս էլ նույն ժամին իրար հետ ենք տեղ հասնելու։ Իշքան էլ մեկը վռազի, բոլորից ավելի շուտ չի հասնելու։ Եթե տապանը հասցնող կա, բոլորին իրար հետ է տեղ հասցնելու։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ուրեմն քանի դեռ տապանի մեջ ենք, հավատանք հետևյալին։ Նույն ծածկոցի տակ ենք։ Դրսից մեզ ոչ մի վտանգ չկա։ Եթե իրար համար վտանգ չդառնանք։ Ինչ-որ բան ասեցի։ Ես կարող եմ ասել, դու ումից ես քո կյանքում նեղացել։ Օտարներից թե մտերիմներից, անծանոթներից թե ծանոթներից, հեռուներից թե մոտիկներից։ Պատասխանը ումից սպասում ես ունեցել։ Ասենք ինչ որ մեկը քո ծննդյան օրներ չզանգեց։ Այնքան մարդ կա, որ չի զանգել, Եգիպտի զանգել, որ քեզ չի ճանաչում։ Բայց մարդ կար, չէ, որ սպասում է իր ինքը։ Ես հիշում եմ, մեր եղբայրներից մեկը իր ծննդյան օրը զանգել էր մյուս եղբորը, ասել էր՝ «Մեռա սպասելով»։ Զանգի։ Ինչ որ մարդ կա, որից դու սպասում ունես։ Հավատա, ստեղ ովքեր որ կան, իրար ճանաչում են, իրարից սպասում ունեն։ Հավատացնում եմ, մի ժպիտն ինչ է, բայց եղանակ է ստեղծում։ Բայց որ ժպիտ չկա, մեկը քեզ ժպտում է, դու չես ժպտում, այդ բոլորովին այլ բան է նշանակում արդեն։ Մի ժպիտն ինչ էր։ Լույսը բարի է, բարի լույս ասենք ու ժպտանք իրար, ամեն։ Եթե կարողանանք իրար չխայթել, Պողոսն ասում է, որ իրարից չեք սպառվի, բայց որ իրար խայթեք ձեզով կպրծնի։ Օրինակ Հակոբի տղերքը 12 տղեր օրհնված, ասել են 7 որդով սեղան նստես, մարդը 12 որդով է սեղան նստում։ Որ սատանա չլներ, իրանք իրար համար հերիք էին։ Չէ՞։ Իրար ծախեցին, իրար ատեցին, իրար բամբասեցին, իրար մատնեցին, բայց վերջում հասկացան, որ իրանք մեկ հոր որդիներ են, իրար հետ են, եւ Աստված ուզել է, որ իրանք իրար հետ ամբողջ ընթացքում լինեն։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Թույլ տվեք վերջացնել, ասել, որ տապանում եղողների մասին կարող ենք հետևյալը ասել. աշխարհի հույսը իրենք են։ Եթե իրենք չլինեն, աշխարհի համար հույս չկա այլևս։ Աշխարհի հույսը տապանում լինողներն են։ Եվ եթե Աստված աշխարհի համար ինչ որ բան անի, դա կանի միայն տապանում լինողների համար։ Այդպես նավի մեջ Պողոս առաքյալը ասաց, այս գիշեր ինձ երևաց Աստծո հրեշտակը եւ ասեց Պողոս, որ քեզ ասել են դու պիտի կանգնես կայսրի առաջ, դու կանգնելու ես։ Այս նավի մեջ այդքան մի քանի 100 մարդ կա, բայց քո խաթեր այդ բոլորի կյանքը շնորհում են։
Եթե նավի մեջ ոմանք փրկվեցին, հասկանալ էր պետք։ Ղուրբան լինեն ղուրբանատեղին։ Պողոսի խաթեր։ Թույլ տուր ասել, բոլորս նույն արյունից ենք, նույն հորից ենք, նույն տնից ենք, նույն ընտանիքից ենք, նույն Աստծուց ենք, նույն հավատքից ենք, բոլորիս մեջ նույն հոգին է։ Ամեն։ Մեկի մեջ վիշի սորտ չի, մեկին երկրորդ, երրորդ։ Նույն հոգին է, նույն ներկայությունն է, նույն ներգործությունն է, նույն ավետարանն է, նույն հավատքն է։ Ինչի իրար հետ մեկ չլնենք։ Եթե ինչ-որ բան խնդրեն, պատրաստ ենք անել։ Մի հատ Տիրոջը մեր շնորհակալությունը բերենք սրտանց ու ասենք Տեր ջան, ինչքան երախտապարտ եմ քեզ, որ դու ինձ բերել ես ստեղ, եւ ես քո տան մեջ, քո ժողովրդի հետ միասնաբար պիտի անունդ բարձրացնեմ։ Եկեք կանգնենք։ Ինչ եմ ուզում խնդրել։ Ինչ եմ ուզում յուրաքանչյուրիդ դիմել, խնդրել։ Ասեմ հայտ, ներեցեք։ Ինչ որ մեկը գալիս է քեզնից մի հատ բան է ուզում, չես տալիս։ Մեկը հարցնում է, ասում է, բայց կարա իր տալ, էլի քիչ տվեցիր, ասում ես, լավ չուզեց։ Լավ ասավ։ Ինչ որ մեկը քեզ ասում է, վայ, գիտես, քեզ ինչքան էի կարոտել։ Նայում ես, ասում ես, մտքին ինչ է։ Բայց լավ բաներ ասում էլի իբր։ Լսում ես, բայց մենակ լսելը չի։ Պիտի համոզված լինես, որ այդ ասածը համապատասխանում է այն քո ներքին սպասումներին։ Որ եթե նույնիսկ մեկը գալիս է քեզ բան խոստովանելու, ասում է, ախպեր կամ քուր, լավ չեմ վարվել քո հետ, էլի սենց, եթե հավատում ես, իր խոստովանությունը կիսատ մնում, ասում ես լավ մի շարունակի։ Բայց որ չես հավատում, ասում ես, տեսնեմ էլ ինչ է ուզում ասել, ես ինչի համար է ուզում ասել։ Ուզեցի ասել, որ անգամ խոստովանությունը պետք է վստահ լինես, ներսդ ընդունի։ Հիմա այն ինչ որ պետք է Տիրոջը բերենք, Սուրբ Գիրքը մեզ ասում է, հələ մի հատ կարքին մարդու տարետի տուր, տես կընդունի։ Այն զոհը, որ ուզում ես ինձ տալ, հələ տար իշխանին տուր։ Տես այդ իշխանը կընդունի։ Ուզեմ ասել, այդ որ հիմի պետք է Տիրոջը մի հատ ասենք փառք ես Տեր, շնորհակալ ենք, որ դու երախտապարտ ենք, որ դու մեզ գտար, ինձ գտար, բերեցիր, փրկեցիր, մաքրեցիր, ազատեցիր, որ տենց ասում ես, մեկը որ լսի, կասի ճիշտ ես ասում։ Հասկացաք ինչ եմ խնդրում։ Ուզում եմ ասել, որ աղոթելու լինես, կարգին աղոթի։ Որ շնորհակալ լինելու լինես, կարգին շնորհակալ եղիր։ Շնորհքով։ Հալելույա։